Որ Հայաստանը ճգնաժամային վիճակում է, մեր երկրում կառավարման ճգնաժամ է, երկրորդ կարծիք չկա։ Նախագահն ասում է. երբ Արցախի ղեկավարությունը ստանձնել եմ, երկրի 50%-ից ավելին կորսված էր։ Կազմակերպված աշխատանքով, հստակ որոշումներով, դրանք կյանքի կոչելով հաղթեցինք։ Երբ եկա Հայաստանում վարչապետ, քանդված տնտեսություն էր, կուտակված աշխատավարձի ու թոշակի պարտքեր, արագ փակեցի երկար ամիսների պարտքերը եւ երկիրը զարգացման հուն տարա։ Երկրորդ նախագահը նշում է, որ իր կյանքի փորձով ապացուցել է ճգնաժամային իրավիճակներում լավ մենեջեր է, հստակ քայլերով, կարգապահությամբ, պատասխանատվության գիտակցումով արել է ու հիմա պատրաստ է երրորդ անգամ փորձելու ու շեշտում է. ինքնաբավ մարդ եմ, քանդված երկիրը կրկին վերականգնելը բեռ է լինելու, բայց պատրաստ է մտնել այլ բեռի տակ, որովհետև հիմա էլ ավելի փորձառու է ճգնաժամերի հաղթահարման տեսանկյունից։ Նիկոլենք մեկ է, գնալու են, բայց Փաշինյանի ու իր մահաբեր խմբակի պետք է հաջորդի ոչ թե հերթական վարչապետ, այլ մարդ, որն ունակ է երկիրը դուրս բերելու այս քանդումից, այս քաոսից։ Անկախությունից հետո երկրորդ անգամ է քանդվել Հայաստանը եւ պետք է վերականգնել։ Այստեղ ոչ թե պետք է նայել, որ գործ չունենք սիրում, որին չենք սիրում, այլ ով կարող է, ով չի կարող։